այս եթերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարարի մասին է։ Պատճառ հանդիսացավ Արարատ Միրզոյանի ազգային ժողովում երեկ ունեցած ելույթը, որտեղ Արարատ Միրզոյանը հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով ապացուցում է Արցախի օֆիցիալ ադրբեջանական լինելը։ Հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով մանիպուլացնելով ամեն ինչ հիմնավորում է Արցախի 30 տարի դե յուրե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ադրբեջանի կազմում ճանաչված լինելը։ Այմար բա մեկը չկա ելնի այդ Արարատ Միրզոյանին ասի թե պարոն Արարատ Միրզոյան, բա որ Արցախը 30 եւ ավել տարիներ եղել է Ադրբեջանի կազմում։ Հայաստանի Հանրապետությունից զորակոչ ինչի Ադրբեջան ուղարկվել։ Բա մեկը չկա այդ ընդդիմադիր վիժվածքներից ելնի, ասի պարոն Արարատ Միրզոյան, լավ է նախկինները ինչ արել չեն արել։ Ողբերգությունը ձեր կառավարման տարիներին է տեղի ունեցել մեծամասշտաբ, պատմական։ Բա որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչված եղել 91 թվականից մինչև Մադրիդ, Աստանայից մինչև Մադրիդ։ Բա 2018, 2019, 2020 թվականների զորակոչը Ադրբեջան, քո շեֆը ինչի է ուղարկել։ Այդ փաստաթղթերի մասին նոր դուք ծանոթացաք։ Այսինքն հազարավոր տղաներ պիտի զոհվեն, նոր դուք այդ փաստաթղթերի հետ ծանոթանային։ Այս հայտարարությունը պիտի ունենա, այսպիսի հայտարարությունը պիտի ունենա քիչ թե շատ նորմալ երկրում պիտի ունենա իրավական հետևանքներ։ Այսինքն անմիջապես պետք է նմանատիպ հայտարարություններին հետևեն իրավական գործընթացներ։ Այս հայտարարությունը պիտի ունենա քաղաքական հետևանքներ։ Սկսած խոսքից վերջացրած նրանով, որ ազգային ժողովի ընդդիմադիր հատվածում կամ ինչու ընդդիմադիր, նաև իշխանական հատվածում նստած որևէ մի քիչ թե շատ խիղճ ունեցող մարդ, թեպետ խիղճ ունենալը չի կարող լինել քիչ թե շատ խիղճը կամ ունես կամ չունես, սովեսը կամ ունես կամ չունես, պիտի գոնե մի հեռախոս շպրտեր այդ անասունի ուղղությամբ, ով ասում է, որ Արցախը 91 թվականից ճանաչված է եղել օֆիցիալ Ադրբեջանի կազմում։ Բայց 5-6 զորակոչ այս վիժվածքները ուղարկել է Ադրբեջան։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Արարատ Միրզոյանը եւ իր ղեկավարը հանդես են եկել ուլտրաազգայնական դիրքերից, ոչ մի հիզական։ Ես նաև շատ զարմանում եմ այս կոնտեքստում, երբ ինչ-որ երիտասարդներ, բլոգերներ, ժուրնալիստներ բան հարցեր են բարձրացնում, Նիկոլը հակաարցախյան Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եղել է ոչ մի հիզական, ուլտրաազգայնական գործիչ։ Այս պրիմիտիվ բանը հնարավոր չի հասկանալ տարիներ անց։ Մեջ են բերում ինչ-որ հոդվածներ հրապարակախոսական կամ գրքի, այմարդ այս մարդու կուսակցական, քաղաքական հռետորաբանությունը ուսումնասիրեք, կտեսնեք, որ այս անձնավորությունը վարչապետ է դարել ոչ մի հիզական լոզունգներով։ Ինչու, որովհետև այդ ժամանակ այդպես էր պետք։ Արարատ Միրզոյանը պատերազմի ժամանակ, պատերազմի չէ, դավադիր պայմանավորված սրիկայության ժամանակ ասում էր, իրենց կողմից հրահրված սրիկայության ժամանակ ասում էր, Այդ չենք կարող նահանջել, այս կռիվը հին է, սատվիկ հետո պետք է մեղրին տակ, ինչպես բաներ էր ասում, հիմա օգտագործում է նարատիվ, որը չի օգտագործել երբեք ադրբեջանական կողմը։ Ու պլյուս այս ամենին նաև պիտի ասեմ, որ մի հատ կաստա է եղել Հայաստանի Հանրապետությունում հարգելի բարեկամներ, որոնք ազատված են եղել ուղղակի բանակում ծառայությունից։ Այսինքն եղել են մարդիկ, ովքեր գնացել են, այսինքն Համբարձումյան Արթուրը պես մարդիկ են եղել, ովքեր գնացել են այդ տարածքներում ծառայել են։ Այս տիպի ներողություն եմ խնդրում արտահայտության համար բոզերը բանակից ազատվել են, հետո ինչ-ինչ հանգամանքներով այս մարդիկ դառնում են բիրդան աղեք, քաղաքականություն որոշող, եւ իմ նման մարդկանց ասում են դուք օկուպանտ խուժաններ եք եղել։
Այդ 2 տարին, որ դուք գնացել եք Գորիսում, Կուբատնույում եք անցկացրել, այդ ամեն ինչը կոչվում է օկուպացիա, խուժանություն։ Ահա ինչ որ Արարատ Միրզոյանը փորձում է այսօր, այսինքն այսօր չէ, երեք ազգային ժողովի ամբիոնից բան անել, հիմնավորել։ Ու սա անում է հայը հայի գլխին։ Հայը հայի նկատմամբ է անում, հարգելի բարեկամներ։ Անում են ու մարսում են։ Ու երբ ընդդիմությանը ասում ես դու քո գործը, դու դержել ես քո երթումը, դու քո գործը չես անում, դու համապատասխան ելույթներ չես ունենում, համապատասխան հարցեր չես բարձրացնում, վերահսկողական ֆունկցիաները համապատասխան ձևով չես իրականացնում, նեղանում են, բա որ արեցին ինչ կփոխվի, այդպիսի օրակարգ չկա, եսի միշտ չկա, խմբակցության որոշում չկա, մարդիկ գնացել են տարեկան 20-25 հազար դոլար փող են ստանում, Արարատ Միրզոյանին պարոնով են դիմում, դեմը, չգիտեմ, ռևերանսներ են անում և թույլ են տալիս, որպեսզի Արարատ Միրզոյանը, իմիջիայլոց այն մարդիկ, ովքեր այս ամենը անում են, այսպես կոչված ընդդիմության կողմից, իրանք ևս պարտադիր զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չեն ունեցել։ Մեկը մյուսին արժանի անձնավորություններ։ Դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության վարչապետը, Արարատ Միրզոյան, լսի, դու արժանապատվություն չունեցող մարդ ես։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ես հուսով եմ դու հասկացել ես քեզ ով է քացուտակ քսել տվել։ Ես նաև հուսով եմ դու հասկացել ես, ինչու եմ ասում հուսով եմ, որովհետև դու և մառալի հետ, բարոյականության հետ, և հասկանալու հետ խնդիրներ ունես։ Եվ 2021 թվականի հունվարին, երբ որ Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը ելավ հայտարարեց, որ դու եղել ես ազգային անվտանգության ծառայության գործակալ, դու նաև հուսով եմ հասկացել ես դա ինչի համար է եղել։ Թե ինչու մենակ դու ընկար քացուտակ, և ինչու այդքան գործակալներ կար թիմի մեջ, բացահայտվեց միայն Արարատ Միրզոյանի գործակալական փաստաթղթերը։ Իմիջիայլոց այս հարցը պիտի տան նաև Միքայել Մինասյանի ընկերները Միքայել Մինասյանին։ Բացահայտում ես, բացահայտի, մնացածը բա ինչ եղավ Միքայել Մինասյան։ Նիկոլը գործակալ չէր, Արմեն Գրիգորյանը գործակալ չէր, Արայիկ Հարությունյանը գործակալ չէր, այդ մենակ Արարատ Միրզոյանն էր գործակալ, որ գցեցիք այդ։ Այս հարցը պիտի հնչի։ Դուրս է գալիս դրանից հետո բանը, Նիկոլ Փաշինյանը, ընդդիմություն կոչվածին ասում է, մամուլը ձեր մասին գրում է, որ դուք էլ շպիոններ եք, 5-րդ, չգիտեմ, Շարասյուն էր ուզում երևի ասել, անիվ ասեց, ու ընդդիմությունից բնականաբար էլի մեկը չկա, էլի ասի, որ տարիներ շարունակ ընդդիմադիր գործունեություն է ծավալել, հաստատված ազգային անվտանգության ծառայության գործակալին 18 թվականի մայիս ամսին նշանակել ես քեզի տեղակալ, գործակալ օմեգային։ Հիմա սա ոնց հասկանանք, պարոն 16-րդ վարչապետ, քննադատում ես ռեժիմը, ինչպես ժողովուրդն է ասում, ժողովրդի լեզվով ասած, ռեժիմի բոզին բերում նշանակում ես քեզ տեղակալ։ Բայց սա ոնց պիտի հասկանանք, պարոն 16-րդ վարչապետ։ Այսինքն դու ռեժիմի մարդն ես եղել, սա ուղիղ դա է նշանակում, պարոն 16-րդ վարչապետ, այս հարցը 4 տարի չեն տալիս։ Հələ չեմ խոսում նրա մասին, որ հայտարարվել է նաև, որ Արարատ Միրզոյանը եղել է հավաքագրված թուրքական հատուկ ծառայությունների կողմից։ Հələ դրա մասին ես չեմ խոսում, ես խոսում եմ փաստի մասին։ Միքայել Մինասյանը, հարգելի բարեկամներ, պատահական դեսպան չի, նա մարդ է եղել, ով վերջին տարիներին, մինչև 18 թվականի նախորդ տարիներին հսկայական ազդեցություն է ունեցել կադրային քաղաքական որոշումների վրա, առավել ևս ԱԱՑ ոլորտի կադրային քաղաքականության վրա։ Ու որևէ մեկը Փաշինյան Նիկոլին այս հարցը չի տալիս։ Բա որ չեք տալիս, ինչ եք մնացել այդտեղ։ Այդ 20-25 հազար դոլարը այդքան կարևոր է ձեզ համար։ Կեսից ավելի դոլարային միլիոնատեր են այդտեղ։ Այդ մնացել եք այդ 20 հազար դոլարին տարեկան։ Շպիոններից է խոսում Փաշինյան Նիկոլ, հələ քո թիմին նայ Փաշինյան Նիկոլ։
ազնեցության գործակալներից ես խոսում, նա դարի հետ նայի, Փաշինյան Նիկոլ։ Այս հարցը էլի եմ ասում, երբ պիտի հնչի ազգային ժողովում, այս հարցը ով պիտի տա։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ կոչվածին։ Այն ինչ որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունը, դա ողբերգություն է, բայց ամենամեծ ողբերգությունը գիտեք որն է, հարգելի բարեկամներ։ Ամենամեծ ողբերգությունը նա է, որ տասնյակ հազարավոր մարդիկ գիտենալով հանդերձ, ընթացքում գլխի ընկնելով հանդերձ, ոսկեղենիկ հայերենով ասած, այս ամենին ոսկեղենիկ ժամանակակից հայերենով ասած պատվիսատ են եղել։ Մեկը ընդդիմություն է խաղում, մեկը ածը գնդապետ է խաղում, ածը գեներալ է խաղում, մեկը իշխանություն է խաղում, մեկը դատավոր է խաղում, մեկը ազգային ժողովի պատգամավոր է խաղում եւ այսպես մեկը ընտրող է, գիտենալով տեսնելով հանդերձ այս ամենը, ընտրող է խաղում, ընտրական հանձնաժողովի անդամ եւ այսպես շարունակ, այս օղակները կարելի երկար թե ամեն մարդ իր խաղն է խաղում։ Մեկը տերդեր է խաղում, ճշմարտության մասին իբրև թե խոսող, բայց այս ամենը լռության մատնող, հա։ Սա է մեծ ողբերգությունը, որ այս ողբերգությանը տասնյակ հազարավոր մարդիկ, սկսած բլոգերներից վերջացրած ազգային ժողովի նախագահ, պատվիսատ են եղել, ժամանակակից հայերենով ասած։ Եվ դրա համար եմ ես ասում, որ այս ողբերգությունը միայն Նիկոլը չի բերել, Նիկոլը առանցքային դեմքերից մեկն է, բայց որ մենակ ինքը չի։ Եվ այն մարդիկ էլ ովքեր հակառակվեն, դիմադրեն, իրենց հասու միջոցներով այդ մարդիկ պիտի ես կեղտոտ չարիք պետությունում, տարածաշրջանային չարիք պետությունում դառնան իզգոյ, ենթարկվեն օստրակիզմի։ Շակալների մեջ ես, որովհետև դու ապրում։ Որովհետև դու ապրում ես բարի բուն իմաստով շակալների մեջ։ Մարտը 2018 թվականի մայիս ամսին գնում է Արցախ, են մեկն էլ այն օրը դուրս եկե, ասում է, ես ասում եմ մայիսին ապրիլյանին մասնակցած, դու չես ասում, ես եմ ասել, դու էլ քո տեղակալի պես սրան նրա մտքերը գողծող եք, ով ինչ ասում է, սկսած Համբարձումյան Արթուրից վերջացրած հայտնի գրողներով, աֆորիզմներ գրողներով, նրանց մտքերը գողնակ մտցնեք ձեր տակը։ Որովհետև խուժանապետության բաներն եք եղել, դուք ղեկավարներն եք եղել։ Քաղաքական մտքերից մինչև աֆորիզմները դնեք ձեր տակը, օգտագործեք որպես ձեր մտքերը։ Արթուրից մինչև Եժիլեց։ Ես ասում եմ, դրա համար ես ասում եմ իրենց մայիսին ապրիլյանին մասնակցած։ Լավ է համացանց կա, բան կա։ Սրանց այս համատեքստում սրանց խնդիրը ոչ թե նա է եղել, որ վերջացնեմ այս խոսքս։ Ոչ թե նա է եղել, որ մայիսին են գնացել փոսփորելու։ Նրանք կարող էին գնալ նաև օգոստոսին, կարող էին գնալ նաև սեպտեմբերին։ Նրանց խնդիրը նա է եղել այս մարդկանց, այս տմարդկանց, որ նրանք մայիսում իրենց այնտեղ լինելը ժողովրդին ներկայացրեն որպես ապրիլյանի մասնակցություն։ Ոչ թե մայիսին գնալն է խնդիր, այլ ներկայացնելը որպես ապրիլյանի մասնակցություն, սա է խնդիրը։ Բա պիտի ներկայացնեին, բա ինչ պիտի անեին։ Չներկայացնեին, մարդիկ բաներ են ստացել, պատվոգրեր են ստացել, որ մասնակցել են ինչ-որ բաների։ Բա մեկը չկա հարցնի, այդ անձնավորությանը պատվոգիրը Տիգրան Ավինյաններին, Արայիկ Հարությունյանին ինչի համար եք տվել։ Կամ այդ պատվոգրերը, որ տալիս էին, պարոն երրորդ նախագահ, դու էլ ասում ես, ես ասում եմ մայիսին ապրիլյանին մասնակցած, դու ես ասում։ Այդ ամենի մասին դու տեղյակ չէիր։ Այդ որ մայիս ամսին Փաշինյան Նիկոլի դեմը գունդ էին շարում եւ Փաշինյան Նիկոլեն ելույթ էր ունենում։ Այդ դու դրանից տեղյակ չես եղել։ Լրագրողը զանգում է իմ գրած պոստի հիման վրա հարց է տալիս Սերան Օհանյանին, հետո զանգում է Լևոն Մնացականյանին, արդեն անհասանելի է լինում։ Սերան Օհանյանին եւ լսում է միայն կռուտիտներ։ Արտարության համար պիտի ասեմ 168-ի լրագրողն է զանգել։ Այդ դուք տեղյակ չեք եղել այդ ամենի մասին։
Բայց դրա համար մենք այս վիճակի մեջ ենք։ Այդ Յաշինը կամ այն ժամանակ Նավալնին կարող էին Ռյազանում ինչ-որ գունդ շարեին, Յաշինը մտներ գունդ եւ ելույթ ունենար։ Ես չգիտեմ էլ Յաշինը բանակում ծառայած եղել է թե չի եղել։ Սա որ չի եղել։ Այդ որոշումը կարող էր կայացվել առանց ձեր իմացության, պարոն երրորդ նախագահ։ Այս ամենը ստեղծել են հայերի գլխին հայերը։ Ու այս ամենը ուշ թե շուտ պիտի փլուզվի։ Ես չգիտեմ տակը ինչ կմնա, ով կմնա, բայց այս ամենը պիտի փլուզ։ Այս ամորալության փոքրիկ երկրում այս ամորալության կայսրությունը պիտի փլուզվի։ Այն մարդը, ով կորցրել է առողջություն, կորցրել է տուն, կորցրել է հարազատ, ասենք Արմենը պիտի իմանա, փաստացի պիտի իմանա, ես էլ չեմ ասում պատժի մասին, պիտի իմանա, թե իր տղան ինչ ավանտյուրայի զո է գնացել։ Գեղամը պիտի իմանա, թե իր տղան ինչ ավանտյուրայի զո է գնացել, սա իրենց ֆունդամենտալ իրավունքն է։ Նախ իրենք պիտի իմանան եւ հետագայում նաեւ պիտի գա արդարադատության պահանջը։ Եթե այս ամենը չի կատարվում, ինչ որ մի կերպ չի կատարվում, ընդհանրապես ես, չգիտեմ, ես դարեր շարունակ այս ազգը պիտի պետություն չունենա։ Եթե մենք չենք կարողանալու մեզ պատու հասած ողբերգության պատասխանատուներին պատժի ենթարկել, ուրեմն հայ ազգը դարեր շարունակ պիտի պետություն չունենա, որովհետև դա չարիք է դառնում ոչ միայն իր ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանային, երբեմն նաև համաշխարհային, այո, հələ պիտի նաև պարզվի, թե այս տարածքում ինչքան բիոլաբորատորիաներ են գործել, եւ դա ինչ վնաս է բերել մարդկությանը, հային պետք է փրկել հայից, հարգելի բարեկամներ, ես ձեր տիրոջ մերը